կատաղացրինք Մոսկվային, ուղղակի կատաղցրինք։ Զելենսկին եկավ Երևանից, սպառնաց Մոսկվայի, թող Կիևից սպառնար, խելավ եկավ Երևանից սպառնաց։ Կիևին ես չեմ լսել, որ Զելենսկին դա ասի։ Կիևում ասում էին իրեն ինչ-որ դեպուտատներ, բաներ, չգիտեմ, այնտեղ զինվորականներ, բան, բայց Զելենսկին եկավ Հայաստանում դա ասեց։ Հետո ինչ գործ ունի այդ մարդը Հայաստանում։ Միջև 23 թիվը ներառյալ բոլոր հայկական կորուստները կլինի քաղաքացիական, թե կլինի զինվորական, 30%-ը եղել է ի շնորհիվ Ուկրաինայի կառավարության։ Դիպուկարներ են եղել, իրենց օդաչուներն են եղել, իրենց դիվերսիոն խմբերն են ներթափանցել, իրենց գեներալներն են եկել 44 ժամանակ նստել իրենց ադրբեջանական շտաբում։